0 դեմ ձայնով կապիտոլիումի բարձունքին հաստատվեց 354 համարի օրինագիծը, որով ոչ միայն դատապարտվում է Թուրքիայի նախագահի թիկնազորի անօրինական գործողությունները Վաշինգտոնի կենտրոնում, այլև ամերիկյան կառավարությանը կոչի արվում հետաքննել միջադեպն ու պատժել մեղավորներին, քանի որ օտարպետության ռազմականացված ուժերը չեն կարող ամերիկյան մայրաքաղաքի կենտրոնում ծեծել ամերիկյան քաղաքացիներին, որոնք գործում էին ամերիկյան օրենսդրության շրջանակներում։ Հանրապետական առանցքային գործիչներից Էդ Ռոյսը հայտարարեց սկզբում թիկնազորի միակ նպատակն էր ճնշել Էրդողանի դեմ ցուցարարների քննադատությունը։ Դա ինքնապաշտպանական քայլ չէր, դա բռնապետական քայլ էր, որ տեղի ունեցավ ամերիկյան հողի վրա։ Մերիլենդից օրենսդիր հոյերի խոսքով ամերիկյան պետության հիմնադիր հայրերը խորապես հավատում էին, որ զարգացումը հնարավոր է միայն ժողովրդավարության պայմաններում, նույնպես Մերիլենդից Սարբենսը ավելի խիստ էր։ Պետք է հիմնավորապես վերագնահատել Թուրքիայի հետ մեր հարաբերությունները։ Տեղի ունեցածը Թուրքիային բնորոշ վարքագիծ է, որը նորագույն շրջանում դրսևորվեց նաև Կիպրոսի զավթման, Հայոց ցեղասպանության եւ քրդերի դեմ բռնաճնշումների օրինակներով։ Երկար ու դառնացած խոսեց մայրաքաղաքը ներկայացնող պատվիրակը Էլեանոր Նորտոնը հիշեցրեց, առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայի նախագահի թիկնազորը վայրագությունների է դիմում Միացյալ Նահանգներում, իսկ Պենսիլվանիայից օրենսդիրը բացառիկ հարցազրույցում նշում է, որ կոնգրեսի որոշմանը պետք է նոր քայլեր հաջորդեն։ Ուզում ենք վստահ լինել, որ ոչ միայն դատապարտում է եղել, այլև հարձակումն իրականացնողները կանգնել են արդարադատության առջև։ Դա նույնպես անհրաժեշտություն է։ Շատ հստակ աստանշան մգերտա Ռեջեփ Տայիփ Էրդողանին, որ իր բռնադիրական միջոցները ինքը չի գնար ղրգել հոս Washington DC։ Հայկարամ Նահապետյան, օրակարգ, Վաշինգտոն։